Ապրիլի 3-ին ժամը 23:30-ից մինչև ապրիլի 4-ի գիշերը ժամը 5:50 ընկած ժամանակահատվածում կոտրել են ժուռնալիստների ասպարեզի ակումբի խորհրդի նախագահ Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանին պատկանող Ford Focus մակնիշի 33 DS0595 պետհամարանիշի ավտոմեքենայի դռանապակին։ Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Հրաչ Առաքելյանը պարզել է, որ անհայտ անձգողություն կատարելու դիտավորությամբ քարով հարվածելու եւ դռան ապակին կոտրելու միջոցով բացել է մեքենայի առջևի ձախ դուռը եւ մեքենայի սրահի վարորդի նստատեղի աջ թևատակի փոքրիկ պահոցից գողացել ֆլեշ գրիչներ։ Ընդամենը ամիսներ առաջ գնաց մեքենան ըստ Լևոն Բարսեղյանի դեպքի պահին կայանված է եղել Ղանդիլյան փողոց թիվ 27B շենքի երկրորդ մուտքի դիմաց։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 27, 175, 176, 180, 182 եւ 187 հոդվածների պահանջով որոշվել է ավտոմեքենայի սրահից կատարված գողության փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177 հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցել քրեական գործ, ընդունել վարույթ եւ կատարել նախաքննություն։ Լևոն Բարսեղյանը կասկածներ չունի եւ մատնանշել չի կարող, թե ում ձեռքի գործն է կատարվածը։ Ըստ նրա, մեքենայի պահոցում եղել են նաեւ այլ թղթեր, նաեւ իր անձնագիրը։ Դրանք սակայն չեն վնասվել եւ չեն հետաքրքրել արարքի հեղինակներին։ Չեմ կարող ասել, թե սա իշխանությունների կողմից է հրահանգված, քանի որ իշխանություններն ընդունակ են ավելիին։ Ուստի կարծում եմ, որ սա ուղղակի թափթփված խուլիգանություն է, ասել է նա։ Ջարդել են ավագանու անդամի մեքենան, թե ժուռնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահի։ Ջարդել են շատ սիրուն մեքենա, երևի նախանձվել են։ Մեքենան կանգնած է եղել մեր տան առաջ, շենքի առաջին հարկի պատուհանների մոտ, որտեղ միշտ է կանգնում։ Եղավ մի տարուց ավելի է։ Եվ այդտեղ կանգնում են շատ մեքենաներ, այդ մի մեքենան չէ։ Եվ պարբերաբար մեր թաղում լինում են նման հարցակումներ, գողություններ, քարով ջարդել են դուռը, հետո պատուհանը, հետո մեջը սկսել են խառնշտել, պոգրտել, ինչ որ երևի տանագով փորփրել են մոնիտորները, ուզեցել են տեղից հանեն, կոնդիցիոների պանելը շփոթել են երևի մագնիտոֆոնի պանելի հետ, փորփրել, քանդել, ջարդ նման են, էլի տեսքով, կամ թափթփված շատ խոզական խուլիգանություն է, այդ էլ անել չգիտեն, կամ էլ շատ լուրջ կազմակերպված բան է, մոլորեցնելու կամ շփոթեցնելու համար, օրինակ ղեկի տակի եւ ոտնակների վերևի այդ պանելները, որոնք ծածկում են ուղղակի այդ հատվածները, պոգած ջարդած գցած է, թենդեղ ինչ են մանեկել, Աստված գիտե մի խոսքով։ Երկու ֆլեշ են տարել, դե մեքենայի երաժշտությունը ֆլեշով է միացվում, վրեքը երաժշտություն է եղել ու մի քանի հասարակ փաստաթուղթ ոչ էական այնպես ֆլեշի մեջ։ Եվ վերջ, այդ կողոնը կազմել է 8000 դրամ, բայց մեքենային տված նյութական վնասը ավելին է, ապահովագրական ընկերությունը ապահովագրած է մեքենան իհարկե, ապարիկ ենք գնել։ Քրեական գործ են հարուցել, իմ հաշվարկով 5-րդ քրեական գործն է, որը վերաբերվում է ասպարեզ ակումբին եւ աշխատակիցների ունեցվածքին տված վնասին, երկու անգամ համանման կողոպուտ ավտոմեքենայից, մեկ անգամ գրասենյակի հրկիզման փորձ, էլեկտրալարերի գողություն, մեկ անգամ ավտոմեքենայի հրկիզում 2008 թվականին։ Սա 5-րդ թե 6-րդ քրեական գործն է, նախորդները չեն բացահայտված, մինչև հիմա ոստիկանությունը չի կարողանում բացահայտել, սա էլ չգիտենք, բացահայտեն, չեն բացահայտի։ Ոչ մի կերպ չեմ ուզում ասել, որ սա իշխանությունների սարքածն է, գուցեև իսկապես շատ թափթփված խոզական ինչ-որ մի խուլիգանություն է, հիմքեր չունեմ պնդելու, որ իշխանություններն են կազմակերպել, իշխանություններն ավելիին են ընդունակ, ճիշտն ասած, ես չեմ ուզում, որ շատ հասարակությունը կենտրոնանա սրա վրա, բայց որ այդ բաները պարբերաբար պատահում են իմ եւ մեր ակումբի ունեցվածքի հետ, այդ հաճախականությունը անհամեմատ մեծ է, քան որևէ մեկ ուրիշ հիմնարկի հետ պատահած լինելու դեպքերում սա տարօրինակ է։ Ամեն ջարդած ու վառած մեքենայի դիմաց մենք առնելու ենք 3 հատ։ Առաջ ասում էի ամեն մեկի դիմաց 2 հատ ենք առնելու, մի ասում եմ, որ մենք 3 հատ ենք առնելու, հենց մի հատ ջարդում են, մենք 3 հատ ավտո ենք առնելու։